եկեղեցու դեմ արշավը նոր չի սկսվել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 18 թվականից հետո նոր Հայաստան, նոր հայրապետ, այդ ուրեմն, չգիտեմ, այդ արշավը որ կար, հետապնդվում էր կաթողիկոսը, այնուհետև մեր եկեղեցու պատմություն առարկան դպրոցական դասագրքերից հեռացվեց, դրանից հետո առանձին հոգևորականներ թիրախավորվում էին եւ ամենակեղտոտ բառապաշարով հանդես էին գալիս մերձ իշխանական թևի տարբեր ներկայացուցիչներ, բլոգերներ կոչեցյալ, ես չգիտեմ, տարբեր նաև ինչու՞ չէ նաև իշխանական թևի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այս ամեն ինչը հստակ նաև ուղղորդվում է իշխանությունների կողմից։ Այսինքն նոր չի սկսվել այս ամեն ինչը։ Եվ ես ամիսներ առաջ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասացի, որ այդ բոլոր օղակները ուզուրպացնելուց հետո, գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողով, ֆեդերացիաներ, տարբեր կառույցներ իրենց սրտի մարդկանց նշանակելով այդտեղ այդ պաշտոնը, գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ոնց ընտրվեց եւ այլն, չեմ ուզում դրա մասին շատ խորանալ, ասի հաջորդը լինելու է եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ուներ շատ մեծ իր սրտի կաթողիկոսի նշանակելու այդ կարևոր չէ, դա կլներ քահանա, դա կլներ ընդհանրապես նպատակը մեկն էր, այդ կառույցը, որ պարբերաբար քննադատում էր իշխանություններին, պարբերաբար էլ չենք, մի քանի անգամ եղել է այդպիսի գնահատականներ եւ Նիկոլ Փաշինյանը հաշտ չէր այդ իրողության հետ։ Եվ այս արշավը, որ եկեղեցու հետ ասում են եկեղեցին չուրանացել են եւ այլ, այսինքն հստակ ասածս այն է, որ հստակ ուղղորդում ա եղել իշխանությունների կողմից։ Ես ուզում նաեւ ձեզ հիշեցնել սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, այսինքն պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, դա օրենքով արգելված է։ Եվ նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, ես նաեւ 2 օր առաջ հայտնի ուրեմն ձայնագրությունները հիշեցրեցի վարչապետին, ինքը սափրվելուց առաջ ինչ էր խոսում եւ սափրվելուց հետո ինչ էր խոսում։ Այսինքն այդ նույն ազնվորությունը ժամանակին ասում էր, որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ինչ եղավ, որ սկսեց խառնվել եկեղեցու գործերին ու ոչ միայն խառնվել եկեղեցու գործերին, այլ գնաց ավելին, այսինքն եկեղեցին պառակտելու, աղանդ առանձին դարձնելու եւ վերջերս Հովանանքում տեղի ունեցած կարգալույց կահանայի մատուցած ուրեմն պատարակը մասնակցելու վարչական ռեսուրսով մարդկանց բերելու արդեն ակնհայտ է, որ դա ձախողվել է, որովհետև մենք գիտենք, չէ, այդ մարզպետները, վարչական շրջանի ղեկավարները, բոլոր պաշտոնյաները ինչ ճիք ու ջանք են գործադրում, որպեսզի ապահովեն, ասես, այդ մասովկան, այսինքն այդ շոուն կարողանան ապահովել եւ կարգալույց կահանային եկեղեցական կանոններով գնալ պատարակին մասնակցել, դա էլի եկեղեցին թիրախավորելու մի գործիքակազմ է։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ հենց այդ պահին Արագածոտնի թեմի ուրեմն բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում նաև Հովանանքի խորհրդի ղեկավարը ուրեմն եւ մնացած քահանաներին արգելվեց, որպեսզի մասնակցեն պատարակին։ Այսինքն այդ մարդկանց խոչընդոտում էին Հովանանքում իրենց ծառայությունը մատուցելու այն հոգևորականներին, որոնք որ կարգալույց արված չեն։ Դե այս ամեն ինչից արդեն դուք ձեր հետևությունները արեք, այդ տեսանյութեր կլինի, այլ բաներ կլինի, ելի եկեղեցուն թիրախավորելու գործընթացի մեջ։ Ես հարցում եմ, դուք ինչպես եք հանգուցալուծումը տեսնում, ինչ ճանապարհ եք տեսնում։ Հանգուցալուծումը մեկն է, պետք է հրաժարվեն այն քրյորեն, այդ թվում նաև քրյորեն պատժելի գործելավոճից, որը որ ընտրել է իշխանությունը, այսինքն նույն կրոնական կազմակերպությունների մասին օրենքով էլի միջամտություն է դա, էլի, եւ իրավաբանները դրա հստակ ձևակերպումը տվել են, ասել են, պիտի ձեռք քաշեն այս գործելավոճից։ Սա մի գործընթաց է, որ մեր ազգին խայտարակում է, ինչ նշանակում թեմաներ կա, պիտի բացենք եւ այլն մեկ մյուս։ Եթե եկեղեցում կան խնդիրներ, այդ խնդիրները պիտի լուծվեն հստակ ընթացակարգով։ Ոչ թե այս մեր սրտի, չգիտեմ, սրբազանն է կամ այն մեր սրտի կաթողիկոսն է, ասենց ասենք կամ նենց ասենք։ Խնդիրը հստակ պիտի ձևակերպենք։ Իշխանությունները պետք է հրաժարվեն այդ գործելավոճից, որը մեզ տանում է պառակտման, հերթական բաժանարար գծեր ստեղծելու։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու։
Առանց այն էլ մեր հասարակությունը առավել քան պառակտված է, առանց այն էլ շատ ու շատ խնդիրներ կան, որ տեսեք, ես օրինակ նույն ընտանիքի ներսում տեսնում եք, չէ, նույն Կարգալույծ արած քահանայի եղբայրը Սարգսակ մասնակցում է Էջմիածնում պատարագին, դեմ է իր հարազատ եղբոր վարած քաղաքականությանը, այսինքն այս պառակտումները, այս բաժանարար գծերը պետք է վերացվեն, բայց իշխանությունը հստակ գնում է այդ ճանապարհով, այդքան էլ ճիշտ է։